Բարի երեկո, Փակ TV-ի եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված եւ բաց չթողնի օրվա ամենակարևորն ու բացառիկը։ 4 հայ գերիներ են վերադարձրել Հայաստան։ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էլչեքջյանը եւ Ագիվ Խաչատրյանը հակարի կամրջով հանձնվել են Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներին եւ ներկայումս գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում։ Նրանց առողջական վիճակի վերաբերյալ նախնական տվյալներ են ներկայացվել։ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էլչեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Ագիվ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Լինդա Էլչեքջանը ում ամուսինի 5 տարի գերության մեջ էր եւ այլևս չէր կարողանում ինքնուրույն քայլել, սոցիալական ցանցերում ավելի վաղ գրել էր, որ նրա սիրտ ուրախությունից կանգ առնի եւ պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում մեկնել Երևան հանդիպելու։ Այսօր Լինդա Էլչեքջանը Երևանում է, սպասում է իր ամուսնու հետ հանդիպմանը։ Գերությունից ազատված բլոգեր եւ հասարակական գործիչ Գևորգ Սուջյանի կինն էլ Լիլիթ Սուջյանը տեղեկանալով կատարվածի մասին սահմանափակվել է կարճ գրառմամբ։ Այո, դա ճիշտ է, փառք Աստծո։ Ադրբեջանի գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը ժամեր առաջ գրառում է արել. Ես ձեզ չեմ լքել տղաներ, հոգիս թողել եմ ձեզ հետ, քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք, ես հանգիստ չեմ ունենալու, երդվում եմ։ 70-ամյա Ագիվ Խաչատրյանի դուստրը կիսվել է իր հույզերով, չեմ կարող նկարագրել իմ ուրախության եւ հուզմունքի աստիճանը։ Նշենք, Ագիվ Խաչատրյանը, որը շտաբ վիրահատության էր մեկնում Երևան, առևանգվել էր 2023 թվականի հուլիսի 29-ին իր դստեր եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների աչքի առաջ։ Նրան մեղադրել էին 1991 թվականին տեղի ունեցած ենթադրյալ կոտորածին մասնակցելու մեջ, տարել Բաքու եւ ենթարկել դաժան դատական դատի։ Լիբանանահայ Վիգեն Էլչեքջյանը գերեվարվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ին Շուշիի մոտակայքում լիբանանցի Մարալ Նաջարյանի հետ։ Նրանք գնացել էին Արցախ, որպեսզի Շուշիի հյուրանոցից մեկից վերցնեին Նաջարյանի իրերը։ Մարալ Նաջարյանը ազատ էր արձակվել 2021 թվականի մարտին։ Վիգեն Էլչեքջյանին Բաքվի դատարանը 2021 թվականի հունիսի 14-ին դատապարտել էր 20 տարվա ազատազրկման։ Գևորգ Սուջյանը ծնված 1989 թվականի հունվարի 21-ին Նոր Հայաստան հայրենիք Սփյուռք բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիրներից է։ Նա ընկերոջ համահիմնադիր Դավիթ Դավթյանի հետ գերեվարվել էր Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2020 թվականի նոյեմբերի 11-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Շուշի ուղևորվելիս Լաչինի միջանցքով։ 2021 թվականին Սուջյանն ու Դավթյանը 15 տարվա ազատազրկման են դատապարտվել իբր թե լրտեսության մեղադրանքով։ Ազգային անվտանգության ծառայությունից էլ հայտարարել են, հայ գերիների վերադարձի գործընթացը իրականացվել է որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք։ Նշենք, Հայաստանի Հանրապետությունում ՑՄ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներն էլ Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի պետություն։ Իրավասու մարմիններին իրենց նկատմամբ կայացած դատավճիռների հետագա կատարումը քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով։ Հիշեցնենք, նրանք դատապարտվել էին 2020 թվականին պատերազմի ժամանակ վարձկություն կատարելու համար։ Ազատություն Բաքվի բանտերում գտնվող մեր բոլոր հայ պատաններին։ Մայրաթորը մտահոգիչ տեղեկություններ է ստացել, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները բանակում հոգևոր ծառայություն իրականացնող գնդերեցների նկատմամբ ճնշումներ են գործադրում վեհափառ հայրապետին գահընկեց անելու արշավին միանալու համար։ Նախկին գնդերեցները կոչ են անում բոլոր սպաներին, որոնց մեջ դեռ մնացել է հայ քրիստոնյայի նվիրական կերպարը, սաստեն ծառայակից մյուս զինվորականներին։ Հոգևորականները նշում են, այսօրվա պայքարը բացառապես հոգևոր է, չարի եւ բարու։ Այն հարցադրումները, որոնք դրվում են հոգևոր սպասավորների առաջ, թե արդյոք միանում են վարչապետի կեղծ բարենորոգման կոչին, նման է նրան, որ պատերազմի ժամանակ զինվորականի առաջ ընտրություն դրվի, պաշտպանել կամ դավաճանել հայրենիքը։ Բանակը նվիրական կառույց է եւ պետք է հավատարիմ մնա իր առաքելությանը, այն է հայրենիքի պաշտպանությունը։ Փաշինյանը գովազդում է Բաքվի բենզինը, նշելով, թե բենզինի տարանցումը Հայաստան խաղաղության արդյունքներն ու օգուտներն է։ Փաշինյանը դիմելով հանրությանը նշում է, թե մասնավորապես ինչ որակի բենզին է մատակարարվում Հայաստան։ Նա հանրությանը ներկայացրել է նաև շուկայում սպասվող այդ վառելիքի գինը։ Հայտարարել է. այսօրվա դրության պրեմիումի գինը նվազել է 15%-ով։ Նախկին 510 դրամի փոխարեն 430 դրամ է։ Եվ վերջում ընդգծել, թե Հայաստանում եւ Ադրբեջանում քննարկումներ կան եւ հայ ազգը պետք է խաղաղության հետ հարաբերվելուն սովորի։ Նշենք, միևնույն ժամանակ Թուրքիայից ազդարում են այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շահագործման ժամկետները, հայտարարելով, թե այն պատրաստ կլինի մինչև 2030 թվականը։ Խաղաղությունն է ռիսկերը չեզոքացնելու ճանապարհը։ Նման հայտարարություն էլ արել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը իր ասուլիսում։ Մենք հույսը դնում ենք մեզ վրա, ասել է Պապիկյանը, հիշեցնելով, թե քիչ չի եղել, երբ դաշնակիցը աճապարել է փրկել, բայց չի հասցրել։
Մեզ օգնելու շտապողականության մասին ռիսկերը կչեզոքացվեն խաղաղությամբ, նման կարծիք է հայտնել Պապիկյանը։ Տեսանյութը թողնում ենք առանց մեկնաբանության։ Ես իհարկե շնորհակալ կլինեի ձեզնից լսել այդ որ դաշնակիցը պիտի աճապարեր մեզ փրկելու, բայց կարողա չհասցնի, ինչպես միշտ։ Բայց քանի որ չեք նշում, ես նշեմ, որ մենք հույսը դնում ենք մեր վրա եւ բնականաբար նաեւ այս համատեքստում կարծում ենք, որ խաղաղությունը այն ճանապարհն է, որը կչեզոքացնի ձեր կողմից նշված ռիսկերը, այդ թվում նաեւ ինչ որ մեկի կողմից մեզ օգնելու շտապողականության մասին։ Լուսնի վրա առաջին հյուրանոցը կարող է հայտնվել արդեն 2032 թվականին։ Սենյակն առաջարկում են նախապես ամրագրել $1 միլիոն։ Շինարարությունը նախատեսվում է սկսել 2029 թվականին ամերիկյան ստարտափի կողմից, որը հիմնադրվել է 22-ամյա գործարարի կողմից։ Երկրից նյութեր առաքելու փոխարեն օբյեկտը կկառուցեն ռոբոտները լուսնային հողից։ Դա պետք է համալիրը պաշտպանի ճառագայթումից, ջերմաստիճանի տարբերություններից եւ միկրոմետեորիտներից։ Հետքը հայտնում է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ 11.951.000 դրամ պարգևավճար է ստացել 2025 թվականի առաջին կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքային ցուցանիշների համար։ Դրանից բացի մոտ 1.970.000 դրամ էլ առանձին տողով է պարգևատրվել։ Վարչապետի աշխատակազմի աշխատողները, վարչապետն ու երկու փոխվարչապետները 2021-ից 25 թվականներին ստացել են ընդհանուր 2.835.550.000 դրամ պարգևատրում եւ պարգևավճար։ Գումարը ստացել են այդ ժամանակահատվածում աշխատած 412 աշխատակիցները, ինչպես նաև վարչապետն ու երկու փոխվարչապետները։ Ըստ կառավարության տրամադրած տեղեկատվության 2021-ից 25 թվականներին երկու փոխվարչապետները ստացել են մոտ 106.738.000 դրամ պարգևավճար։ Եվ վերջում օրվա տեսանյութ 1992 թվականի օգոստոսի 15 սպարապետ Վազգեն Սարգսյանը հանդես է գալիս մարտակոչով։ Կոչ արելով իմ զինակից ընկերներին, հայկական բանակի բոլոր մարտիկներին, անկախ ամեն տեսակ քաղաքական հոսանքների, քաղաքական խաղերի, դուք հայոց բանակի զինվորներ եք։ Դուք պարտավոր եք պաշտպանելու հայ ժողովրդին, հայ ժողովրդի սահմանները, հայ ժողովրդի անձեռն մխելիությունը։ Քաղաքական հոսանքները կգան եւ կգնան։ Գործ չունեք ոչ մի քաղաքական հոսանքի հետ, դա կարող է կործանման տանել մեզ։ Եթե զինվորները խառնվեցին քաղաքականության, մենք դրա արդեն արդյունքը տեսել ենք։ Երկիրը կործանվի։ Խնդրեմ եւ խնդրելով պահանջում եմ հեռու մնացեք քաղաքականությունից, հեռու մնացեք որովհետեւ սա քաղաքական հոսանքի կուսակցության անդամ դառնալուց։ Իսկ ովքեր օրինավոր կանոնավոր բանակի մեջ կմտցնենք, փորձենք կուսակցականություն մտցնենք գաղափարախոսություն տանել, ուղղակի պիտի դրանք բաժանեն որպես դավաճաններ համապատասխան քրեական օրենսգրքի։ Բոլոր կամավորականներին, հրաշալի ընկերներին խնդրում եմ թշնամուն թողած, իրական թշնամուն թողած ձեր մեջ, ձեր կողքին, ձեր եղբայրների, ազգակիցների մեջ դավաճաններ մի փնտրեք։ Եվ եթե համաձայն եք ինձ հետ, վաղը չէ մյուս օրը, ընդամենը վաղը չէ մյուս օրը։ Յուրաքանչյուր շրջանից, Հայաստանը 36 թե քանի շրջան ունի չգիտեմ, յուրաքանչյուր քաղաքի յուրաքանչյուր շրջանից, եթե ընդամենը 10-15 տղա գա, մենք կունենանք 500 հոգանոց, ես խնդրում եմ ճիշտ հասկանաք, կարելի է հավաքել տասնյակ հազարներ, ես ուզում եմ 500 հոգանոց մահապարտների մի զորագունդ։ Այդ զորագունդը պիտի կրվի ամենավտանգավոր տեղում, որտեղ ապրել մեռնելու հավանականությունը 50%-ի նկատմամբ է։ Վաղը չէ մյուս օրը, յուրաքանչյուր շրջանից 10-ից 15-ական ոչի միասին գնալու ենք կռվելու ամենաբարդ հատվածում, ու մենք հաղթելու ենք։ Որովհետև իրականում ոչինչ չի պատահել, որովհետև իրականում թշնամին նույն թշնամին է, որ ձեր առաջ փախչում էր, եւ մենք էլ նույն մենք ենք։ Ուղղակի խաթարվել է մեր հավատը մեր ուժերի նկատմամբ։ Հիմա հարկավոր է եւս մի հարված, հարկավոր է եւս մի արտնացում, այսպես ցնցում։ Եթե ցնցում մենք պիտի անենք դարձյալ հին տղաներով, որպեսզի մեր բանակը մեզանից ոչ ուրվի։ Մահապարտները։ Այսօրվա համար այսքանը, իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդը օրվա ամենակարևորն ու բացառիկը բաց չթողնելու համար։